Տիկին Գուջյան, եկեք խոսենք հորմոնալ փոխարինող թերապիայի մասին, որի մասին կան բազմաթիվ միֆեր, եւ որի պատճառով շատ կանայք հրաժարվում են բուժումից։ Ում է այն ցուցված, ում է հակացուցված, եւ եթե կինը ինչ-ինչ պատճառներով չի ուզում ընդունել այդ բուժումը, ինչ անենք այդ դեպքում։ Պարոն Շահրամանյան, իմ սիրած թեմաներից մեկն է, որովհետև ես տասնամյակներ շարունակ պայքարում եմ այս միֆի հետ, որ հորմոնների հետ պատերազմ է մղված հորմոնների դեմ։ Ուրեմն, տեսեք, եթե հորմոն փոխարինող թերապիան կնոջը անհրաժեշտ է, ուրեմն այն պիտի նշանակվի իհարկե հակացություններ չլինելու դեպքում, հա։ Ինչու՞, որովհետև անընդհատ նշեցինք, որ կլիմաքսը դա որոշակի հորմոնների անկումն է, նվազումն է։ Ուրեմն մենք պետք է ինչ-որ փոխարինենք դրանք, չէ՞, որ կարողանանք պայքարենք նշված ուրեմն գանգատների դեմ։ Հիմա հորմոն փոխարինող թերապիայի տարբեր տեսակներ ունենք, իհարկե մեր երկրում այդքան մեծ չի ընտրությունը, բայց ունենք այնինչ ունենք, դրանով էլ աշխատում ենք, եւ ուրեմն ինչ է տալիս հորմոն փոխարինող թերապիան, լրացնելով էստրոգենների դեֆիցիտը, ինչպես նաեւ որոշները պրոգեստերոնի դեֆիցիտը, ոչ միայն կնոջը ապահովում են մաշկի լավ որակ, բարձր տրամադրություն, հոգեհուզական համակարգի բարելավում, լավ առողջ սեռական կյանք, հեշտոցի չորության նվազում, ինչպես նաև ամրապնդում են ոսկրերը, ինչը որ մենք կլիմակտերիկ շրջանում ունենք նաև էստրոգենների դեֆիցիտի պակասով պայմանավորված հաճախակի կոտրվածքներ եւ այլն, դրա կանխումն են ապահովում, ապացուցված է նաև հորմոն փոխարինող թերապիան, նվազեցնում է կանանց մոտ սրտամկանի ինֆարկտի ուրեմն առաջացումը, հավանականությունը, դա էլ են նվազեցնում եւ այս բոլոր դրական գործոնների ազդեցությամբ պայմանավորված կինը իրեն զգում է իհարկե լիարժեք եւ առողջ անձ։